Դիանա Գրիգորյանի վերջին զանգ սերիալում շատ ավելի արագ, քան ենթադրում էինք, բացահայտվեց մի ճշմարտություն, որը կարծես պետք է մթության մեջ պահվեր մինչև վերջին սերիաները։ Ավագն անկարող եղավ երկար լռել և առանց երկար մտածելու Հենրիին հայտնեց դստեր Անգելինայի հղիության մասին։ Այդ լուրը Հենրիի համար միանգամից բեկումնային դարձավ։ Սկզբում նրա սրտում պայթեց անսահման ուրախություն, մի հույս, որ դեռ կարող է ամեն ինչ վերականգնվել։ Սակայն հաջորդ իսկ վայրկյանին այդ երջանկությունը փոխվեց վրդովմունքի ու դառնացած զայրույթի։ Ինչպես կարող էր այդքան կարևոր կյանք փոխող լուրը ստանալ ոչ թե հենց Անգելինայից, այլ երրորդ անձից, ավագից։ Հենրին, վրդովված ու սրտում մի ամբողջ խառնաշփոթ զգացմունքների փոթորիկով, միանգամից գնաց Անգելինայի մոտ պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Իսկ այն, ինչ լսեց, կտրեց նրա խոսելու ունակությունը։ Անգելինան խորը ցավով լցված ասաց, որ լռել է, որովհետև սարսափել է, որ շախունցները, Հենրիի ընտանիքը, կարող են խլել իր երեխային, ինչպես տարիներ առաջ խլել էին իրեն, մորից։ Այդ բացատրությունը ցնցեց Հենրիին ավելի, քան ցանկացած վիրավորանք կամ մեղադրանք։ Նա լուր դուրս եկավ այդ տնից, կշռելով անցյալը, ներկան և այն ապագան, որը կարծես անդառնալիորեն փշրված է։ Հենց այդ պահին նա ամբողջությամբ գիտակցեց, իր կյանքի ամենամեծ դժբախտության արմատը եղել է նրա հայրը, Միքայելը։ Մարդը, ում ստվերի տակ նա մեծացել էր, ով ողջ այս ընթացքում հանգիստ ապրել էր, թաքցնելով սարսափելի ճշմարտություններ։ Մինչ Հենրին պայքարում էր իր ներսի ցավի ու խաբվածության դեմ, հանրությունը ևս սկսեց արձագանքել։ Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ Աննայի պահվածքի շուրջ։ Հետևորդներից շատերը շոկի մեջ էին նրա սիրո խոստովանությունից, ուղղված Միքայելին։ Բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ բացահայտ անհավատություն էին արտահայտում այն փաստի նկատմամբ, որ Աննան կարող էր սիրել այն մարդուն, ով տարիներ առաջ գողացել էր իր երեխային, մահացած էր հայտարարել նրան և 25 տարի ապրել էր այդ սարսափելի հանցանքի խաղաղ հետևանքներով։ Շատերի համար այդ պահը դարձավ դավաճանություն Սոսի հանդեպ, մարդու, ով իր ողջ էությամբ սիրել էր Աննային։ Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, այս պատմության առանցքում մեկ ուրիշն էր՝ Լիլիթը, վրեժխնդության ու կործանման մարմնավորում։ Նա դարձավ բոլոր ցավերի ելակետը, բոլոր վշտերի ծագման կետը։ Լիլիթի կերպարը անկասելի էր իր մութ բնույթով, բայց այս ամենի վերջում նաև հենց նա էր դառնալու վերջակետ։ Շուտով նա հանդարտվելու է, անդառնալի, վերջնական ու հավիտենական հանգստությամբ։ Նրա ճակատագրական ավարտը սպասվում է վերջին սերիաներում։ Միևնույն ժամանակ դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանը, ով մարմնավորում է Մերիի կերպարը, այսօր հրապարակել էր տեսանյութ իր սոցիալական ցանցերում, որտեղ տեղեկացրել էր, որ վերջին զանգ սերիալի վերջին 2 սերիաները կցուցադրվեն դեկտեմբերի 29-ին և 30-ին։ Այժմ, երբ պատմությունը մոտենում է ավարտին, մնում է միայն դիտել և կանխատեսել հերոսների ճակատագրերը։ Աննայի ընտրությունը պարզ է, նա Միքայելին է տվել իր սիրտը, իր ներումը և վերջապես իր ճակատագիրը։ Սոսը, մի ժամանակ անսասան, փպարտ ու սիրով լցված տղամարդը, մնում է մենակ, հոգու մեջ մարած հույսերով և վերադառնող անցյալով։ Նա հեռանում է, վերադառնում է Ռուսաստան, առանց սիրո, առանց պատասխանի, բայց գուցե վերջապես հանգիստ։ Լիլիթը, ինչպես նախորդ տեսանյութերում էր նշված, վերջնականապես հեռանում է պատմությունից, մահվան մութ շղարչով։ Իսկ Անգելինայի և Հենրիի միջև դեռևս օդում կախված է մեծ հարց. արդյոք նրանց միությունը կվերականգնվի հանուն երեխայի, թե ամեն ինչ կմնա անավարտ։ Սերիալը մոտենում է իր ավարտին, և այդ վերջը լինելու է ուժեղ, խորքին և վերապրվումների գագաթնակետ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Անգելինան պետք է ասեր այդ դաժան խոսքերը Հենրիին։ Գրեք մեկնաբանություն։ Լավ կհանգստանաս, ոչ մի ձև կեզ նեղություն չեմ տանում, տեղը տասա։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարահանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք,
Այստեղ չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես առեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ փաթաթ։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ Տանել եմ հարսանիքի սեղանից համը, շնորհակալություն Ռոբջան։ Ինչ է թարքուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մարքշուպ։ Գեղեցիկ անակնկալ, այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Պապ, հն ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել ստեցի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Էլենա մեջ ճանաչում եմ, խոսում ենք սիրով լավ, բայց այդքան